Այնուամենայնիվ ինչպես եք վերաբերվում այն պնդմանը, որ մասնավորապես այս ԲՀԿ-ՀՀԿ բաներից հետո հետևեց, որ կոալիցիան փլուզման շեմին մամուլում տենց հրապարակումների շարք եղավ եւ ԲՀԿ падգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեք պատասխանեց, որ որևէ հակասություն չկա այս ուժերի միջև, ընդհանրապես ԲՀԿ նախագահ գնահատական է տվել հանրապետական նախարարի գործունեության, իսկ դա տրանսֆորմացնել որպես հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների հակասություն եւ խիստ հեռուն գնացող հետեւություններ անել, դա առնվազն հիշեցնում է Կիկոսի մահվան պատմությունը։ Ինձ թվում է երևի թե հենց այդ գնահատականը բավական մոտ է ճշմարտությանը, որովհետև այդ կոալիցիոն ներքին այսպես ռազմորկա ասածը, որ շատ է օգտագործում նաև այդ բառը մամուլում, եւ ես կարծում եմ դա հենց ամենադիպուկ բնորոշումն է նրան, ինչ տեղի ունենում։ Դա իրականում մրցակցություն չի իմ կարծիքով, որ ասում է Պետրոսը, շատ լավ կլիներ, եթե մրցակցություն լիներ, բայց մրցակցությունը ենթադրում է ավելի կոնկրետ քաղաքական դիրքորոշումներ, եւ ոչ թե բամբասանքի մակարդակով ինչ որ իրար ասում են, այ դու սենց ես, նա ասում է, չէ, դուք եք սենց, դուք ձեզ նայեք, մենք մեզ մի նայեք, մենք մեզ կնայենք։ Այս մակարդակը մրցակցություն չի։ Այ մրցակցություն կլիներ, եթե Բարգավաճ Հայաստանը որպես կոալիցիոն կուսակցություն հստակ հայտարարեր, որ իրեն չի բավարարում էկոնոմիկայի նախարարի գործունեությունը եւ պահանջում ենք նախագահից փոխել նախարար։ Դա արդեն կլիներ հասկանալի։ Բայց այդ բամբասանքների մակարդակի կամ այսպես տղայական մակարդակի իրար մեղադրանքները ինձ թվում է դա սովորական բան է կոալիցիայում, դա կար առաջին կոալիցիայում, երբ Ռոբերտ Քոչյանն էր նախագահ, եւ էլի Ռոբերտ Քոչյանի մոտ դա չէր հասնում կամ հասնում էր որպես դատավոր, ոչ մի կոնկրետ քաղաքական պահանջ Ռոբերտ Քոչյանին չէին ներկայացնում կոալիցիոն կուսակցությունները։ Հիմա էլ Սերժ Սարգսյանին որևէ քաղաքական պահանջ չեն ներկայացնում։ Ավելի շատ են, երբ որ դաշնակցությունը։ Բայց էլի այդ տղայական մակարդակի, այսինքն որևէ կոնկրետ քաղաքական դիրքորոշում, քաղաքական պահանջ որևէ մեկը չէր ներկայացնում։ Պետրոս, նաև այսպես է փորձարվում պատճառաբանել կամ բացատրել տեղի ունեցածը, որ կոալիցիայի ներսում որոշ քաղաքական ուժերի ակտիվացումը դա նպաստում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադառնալու եւ մասնավորապես վարչապետ նշանակվելու ծրագրի իրականացմանը եւ այս առումով Գագիկ Ծառուկյանի հակասությունները վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի հետ ամենևին պատահական չեն։ Ես սկսեմ Նաիրա Զոհրաբյանից, որ ինքը ճիշտ ասել, որ իշխանության ստատուս քվոյի վերաբերյալ կոալիցիայում տարաձայնություն չկա։ Իշխանության պահպանման ստատուս քվոյի։ Բայց ես համաձայն չեմ Բադալյանի հետ, որ ասում է իրական process-ն է, երբ որ հրաժարական ես պահանջում։ Հենց հրաժարական չես պահանջում, ուրեմն սա ռազմորկա է։ Չէ, դա հասկանալի կլինի։ Թե ասես նախարարը չի տիրապետում իրավիճակին, բայց մենք հակասություն գնահատական չէ, իշխանության ստատուս քվոյի վերաբերյալ նախարարի չտիրապետելու ամասի խոսքը ինչ արժեք, ինչ քաղաքական արժեք ունի։ Եթե որևէ թիմից ինչ որ մի անդամ վատ է աշխատում, դա չի նշանակում, որ ավտոմատ այդ թիմը պետք է լուծարվի եւ նոր ընտրություններ լինեն։ Թիմի մասին չի խոսքը, նախարարի փոփոխության կոնկրետ պահանջ ներկայացնել, այսինքն ես ավելի ասեմ, խոսքը Հայաստանում չենք եւ պահանջում ենք, որպեսզի փոխենք։ Խոսքը Հայաստանում պատասխաննել կարծում եմ համարժեք կլինի։ Տնտեսական խոսքացնում տնտեսական քաղաքականության մասին ակնկալում։ Տնտեսական քաղաքականության ավելին ասեմ, ճգնաժամի չէ, դե հիմա կներես ֆինանսների նախարարն է, 3 տարի է նա էկոնոմիկայի նախարարը, 3 տարի, այսինքն եթե նա 3 տարի նախարար է, ուրեմն իշխանության համակրանք կամ հավանությունն է վայելում։ Հետևաբար պահանջները Ներսես Երիցյանին ներկայացնելը արդեն ինձ թվում է մի քիչ ժամանակավրեպ է։ Դա կարելի էր անել նոր ժամանակ, բայց երբ 3 տարի մարդը նախարար աշխատում, ուրեմն նրան ուզում են, որ նախարար աշխատի, հետևաբար պետք է պահանջը ավելի քաղաքականապես ձևակերպել հստակ, որպեսզի քաղաքականություն առաջ գնա, ոչ թե բամբասանքներ կամ տղայականություն։ Որևէ բամբասանք չի եղել։ Եղել է հստակ տրված քաղաքական գնահատական եւ թեմի կողմից եղել։ Դե դա հիմա պատասխանողին է հարցը։ Դա հարցրեք պատասխանած։ Ես էլ համաձայն չեմ, երբ որ ասում եմ, որ իմ գնահատականը կտա, ես կարծում եմ ցանկացած գնահատական նախ եւ առաջ ժողովուրդը պետք է տա։ Բայց էլ եմ ասում, կա քաղաքական process, շատ նորմալ քաղաքական process է։ Դու ասում ես, այ եթե որևէ մեկը գտա, չէ հիմա տես, ասենք վարչապետի մոտ Վաչե Գաբրելյանը կենտրոնական բանկի նախագահն ասաց, որ Գայիկ Մինասյանը պատշաճ չի իրավ։ Հիմա միանգամից Գայիկ Մինասյանին գործից անեն, ուրեմն կամ թող պահանջեն Գայիկ Մինասյանի հրաժարականը, կամ էլ դա քաղաքական process չի։ Կոնկրետ թերացումը, կոնկրետ սխալը, երբ որ ասենք ազգային ժողովի նախագահ, կներես, ասեց, որ այ Վաչե Գաբրելյան ուրա չէ։ Միանգամից Վաչե Գաբրելյանը պետք է գործից հրաժարական պահանջի։ Եթե ասում ես, որ Ներսես Երիցյանը այս քայլը սխալ արել, դա լրիվ այլ է, բայց երբ ասում ես նա ընդհանրապես իրավիճակին չի տիրապետում, դա արդեն շատ լուրջ քաղաքական հայտարարություն է, հետեւաբար պետք է ստանա քաղաքական ձևակերպում։ Թող ստանա։
Դե դա պետք է աներ Բարգավաճ Հայաստանը մեծամասնություն չի, եթե դու հիշում ես։ Նա կուսակցությունն է, որը ունի իր մոտեցումը, իր կարգը։ Եվ բարձրաձայնում է իր տեսակետները։ Այո, եւ քաղաքական ձևակերպում չի տալիս իր տեսակետները։ Ձևակերպումը քաղաքական էլ ո՞նց է լինում։ Ասում եմ, եթե չի բավարարում, եթե չի ասում հրաժարական թող ասես, որ նախարարը չպետք է աշխատի իր տեղում։ Մանավանդ որ եթե դու քո հիշողությունը պրկես, կհիշես, որ Նարազուրեբյանը դա հնչեցրեց։ Չէ, նայրա զորակայանի մակարդակով, անհատի մակարդակով այլ է, եթե կուսակցության անունից պաշտոնապես դիմում ես կոալիցիոն, պաշտոնապես գրավոր երեք օրինակով դիմվի, որ դե իմ պատկերացման քաղաքական կյանքը հենց դա է, ոչ թե ասենք ձեզ նայեք, բա չէ դուք ձեզ նայեք։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին լրագիր կայքեջի մեկնաբան Հակոբ Բադալյանը եւ Կենտրոն հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։